Աստված օրհնես իրեներս, այսօր ես պատիվ ունեմ ձեր առաջ կանգնելու Աստծուց, շնորհակալ եմ մեր հովիվին այս հնարավորության համար, ամեն, որ այսօր պատիվ ունեմ խոսալու Աստծո խոսք, կիսվելու Աստծո խոսքով, ու գիտեք Հռոմեացիս 1:11-ի մեջ գրված ասում է, որովհետև շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգևոր շնորհք հաղորդեմ ձեզ, ձեր հաստատելու համար։ Ու կարդում եմ ռուսերեն թարգմանությունը շատ գեղեցիկ է գրված, ասում է «Ибо я весьма желаю встретить вас, чтобы разделить с вами духовный дар, который принесет вам силу». Հետաքրքիր է, չէ՞։ Ասում է ուզում եմ ձեզ հետ շուտ տեսնեմ, որովհետեւ ձեզ մի հոգևոր զորություն փոխանցեմ, որը որ ձեզ զորություն կբերի։ Ուժեղ է, այսինքն քարոզչության խոսք ինքը զորություն է բերում, նկատում եք։ Հենց որ չծանծրանաս երբեք ծառայություններից, չծանծրանաս խոսքից, որովհետև հենց այս խոսքի պատճառով է, որ զորություն է գալիս կյանքիդ մեջ։ Հետ եղել է կյանքիդ մեջ, երբ որ եկել ես ծառայության ու զորացած դուրս ես ելել։ Ինչ է եղել, կարող է այսպես ֆիզիկական կանտիլներով պարաբելես, ոչ, կամ ես չգիտեմ, սենց բաներ են խմացրել, որի մեջ որ այսպես պրոտեիններ կա, չէ, ուղղակի խոսքը բերել է զորություն։ Ու գիտեք, այստեղ Պողոս առաքյալը Հռոմեացի եկեղեցուն ասում է, լսեք, ասում է, ես այնքան ուզում եի գայ ձեր մոտ, որ մի հատ պատգամ կա, որը որ փոխանցեմ, ինչի պատճառով դուք զորություն կառնեք։ Ամեն։ Ու այսօր ես հավատում եմ, որ այս զորությունը ամեն մեկիս կյանքի վրա է հանգչելու Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Այսօր իմ խոսքս, գիտեք, մի հետաքրքիր վերնագիր կա, ես չգիտեմ, մեծ օրհնություններից առաջ կա մեծ անապատներ, կամ չգիտեմ, ինչքան ֆունդամենտը խորն է, այնքան ավելի բարձր Աստված կարող է կառուցի։ Ամեն։ Այսօր ես ուզում եմ խոսամ մի բանի մասին, ինչի մասին, որ մտածում եմ, ապրում եմ, վերապրում եմ։ Ամեն։ Որը որ մեզից շատ ծանոթ է, կարծես թե բոլորիս կյանքերի մեջ այս հիմա ինչ որ կարտալու եմ, այն օրինակները, որը որ բերելու եմ, երևի թե ամեն մեկս առնչվում ենք այս հարցերի շուրջ, կամ այս վիճակների մեջ ենք հայտնվել, կամ այս եղանակների մեջ ենք էլի նույնպես հայտնվել, բայց այսօր ամենակարևորը ինչի մեջն է, որ երբ որ Տերը մեզ տանում է փորձության, ոչ թե ասենք ինչի համար, այ ասենք Տեր, ինչ ես ուզում մեզ սովորացնես։ Գիտեք, շատ կարևոր է մարդու մտածելակերպը, ինչ ձև է ինքը նորոգված կամ ինչ սրդի դիրքով ես դու կանգնած Աստծո առաջ։ Որովհետև դու կարաս Աստծուց ուղարկված այն փորձությունները ընդունես որպես օրհնություն կամ ընդունես որպես, ես չգիտեմ, մի հատ օտար բան, որի մասին որ Հակոբոսն էր մեզ զգուշացնում նույնպես, ասում է, երբ որ կգնիք փորձության մեջ, ուրախացեք եղբայրներ, ուրախացեք քույրեր, ինչի, որտեվ ասում է, երբ որ դուք փորձվակ, ավելի իմաստուն, ավելի զորավոր դուք դուրս կգաք այս ամեն ինչի միջով։ Հիմա մարդ կա, որի կյանքի մեջ երբեք փորձություն չի եղել, իհարկե ոչ։ Նույնիսկ այս տեզերական աղոթքը սովորացնում եմ, ասում է, չէ, ասում է, հայ մեր որ երկնքում ես, եւ մի տար մեզ փորձության այդ չարից մեզ ազատիր։ Այսինքն գիտեք, սատանայի ու Աստծո տարբերությունը լրիվ ուրիշ է։ Սատանան երբ որ տանում է փորձության, ինքը ուզում է մարդուն սպանի, ոչնչացնի, բայց Աստված երբ որ տանում է մարդուն փորձության, որ զորացնի, բժշկի ու բարձրացնի։ Ոնց որ երկրորդ օրինացի մեջ է գրված, ասում է կտանեմ քեզ անապատ, կպտծնեմ, որ իմանաս ինչ կա քո սրտիդ մեջ։ Հետաքրքիր է, չէ՞, ասիկ Աստված գիտե, դրա համար է մեզ տանում, որ մենք իմանանք ինչ կա մեր սրտերի մեջ, որ կարողանանք բաց թողնանք։ Ամեն։ Ու գիտեք, մի հատ տեղ կար, որը որ մի քանի ժամանակ առաջ այս տեղը գրավել էր ուղակի մեջս, ինքը Աբրահամ եւ Իսահակ, այն կլասիկ աստվածաշնչյան օրինակներն են, չէ՞, Աբրահամ եւ Իսահակ։ Ու գիտեք ինչի վրա է ես այսպես բան եղե կանգնել էի այս օրինակի վրա, երբ որ մի անգամ մի մարդ հետաքրքիր բան էր ասում, ճիշտ ասած գիտեք, շատ անգամ մարդիկ բարձրաձայնում են մեր մտքերը, որը որ մենք ենք մտածում շատ անգամ, ուղղակի ոնց ասեմ, երևի համարձակությունները չի ներում, որ մենք բարձրաձայնենք, փառք Աստծուն, սպես մարդկանց համար։ Ու հետաքրքիր բան ասեց, իսկ ինչի համար, ոնց որ հոգևոր մարդ են իրաք հավատքի մեջ։ Ասում եմ, ոնց որ ոչ մեկի հետ ոչ բան չի լինում, հենց մեր հետ պետք է այս ամեն ինչը պատահի։ Ու գիտեք, երբ որ նայում ես Աստվածաշնչի մեջ, նայում ես Աբրահամի ու Իսահակի կյանքի մեջ, ու հետաքրքիր է, Աբրահամ, որը որ Աստծո ընկեր,
Ես չգիտեմ, լսած կեղնին, չէ՞ Աբրահամի մասին։ Գիտեք Աստված ինչ կարգեր Աբրահամի թիկունքին կանգնած։ Երբ որ իրաք մի երկրի մեջ հայտնվան ու այնտեղ օրենք կար, եթե այս կինը գեղեցիկ էր, տվյալ թագավորը վերցնում էր ու ամուսնուն սպանում էր։ Դրա համար Աբրահամը որոշեց սուտ խոսալ այնտեղ։ Այսինքն սուտ է չխոսած, որովհետև իր քուրն էր կինը, ու հետաքրիր ասեց իմ քուրս է, իմ կինս չէ, որովհետեւ հանգարց բան չանեն, Սարային վերցրին, Աբրահամին թողեցին։ Ու հետաքրիր է, երբ որ գիշերվա երազին, այն թագավորը Աբիսեկն է երևի, չէ, Աստված հայտնվում է նրա երազի մեջ, ասում է՝ լսե, դու իմ ընկերոջ կնոջ հետ ինչ գործ ունես։ Այսինքն այս կարգեր փոխհարաբերությունը Աստծո ու Աբրահամի, պատկերացնում եք։ Էլի նույն ձև երկրորդ անգամ կրկնվավ, երբ որ էլի նույնպես ինքը ոնց որ ասեց իմ քուրս է, կինս չէ, էլի տարան։ Ու գրված ասում է Աստված տվյալ երկրի մեջ ոչ մեկ չէր կարող երեխա ունենալ։ Բոլորի արգանդը փագեց։ Ու հետաքրքիր է, էլի երբ որ Աստված հայտնվավ նրա կյանքի մեջ, Աբրահամին ասեց՝ լսե, անքո կնոջը վերցրա, աղոթե որ բժշկություն կա մեր երկրի մեջ։ Այսինքն Աստված ու Աբրահամ այս փոխհարաբերության մեջ է։ Հետ եղել է, որ պատճառով մե ուրիշը երաս տեսնի Աստծուն։ Ես ինչ ասեցիր այն օրը իմ խոսքի ընկերոջ։ Պատկերացնում ես, Աստված Աբրահամին կոչում էր ընկեր։ Աստված ստեղծեց մարդուն հողից, լրիվ, Աստված է, որ մեզի կին է տվել։ Ոնց որ Պողոս Արաքյալն ասում է, դուք կավից անոթներ, այսինքն քանի այս անոթի մեջ կա Սուրբ Հոգին, ինքը կին ունի, երբ որ չկա Սուրբ Հոգին, ինքը կին չունի։ Ոնց որ այն թանկարժեք չես, շտուկա բաներ կան, զարտատուպեր կան, որի մեջ որ եթե կա զարդ, ինքը կին արժե, երբ որ չկա զարդ, ինքը կին չարժե։ Նույնն է մենք ենք։ Այն զարդը, որ մեր մեջն է, մենք կին արժենք։ Ու գիտեք, այստեղ Աստված ու Աբրահամ այս փոխհարաբերության մեջ։ Ու չիտես ինչի։ Աբրահամի բոլոր ծառաները երեխա էին ունենում։ Աբրահամի ազգը օրհնված էր, պտղաբեր էին։ Հենց իր ընտանիքի մեջ իր կինը պետք է երեխա չունենար։ Հետաքրքիր է, չէ՞։ Բայց ինչի։ Вообще-то պետք է հակառակն եղներ, չէ՞։ Աբրահամը պետք է այնպես պտղաբեր եղներ, ասես թորներով, ծորներով լցված, որ ուրիշներն այն ասեին, այ տես Աստծուն մարդը ինչ ձև է։ Գիտեք, շատ անգամ այս երևույթին պետք չէ նայել, որ գնահատականներ տալ։ Գիտեք ինչի համար եմ ասում։ Հիմա մեր հովը Ամերիկայում է եղել, ինքը ավելի լավ գիտե, ես չգիտեմ, ես լսելով եմ էլի ասում։ Երևի այնտեղած որոշ մարդիկ են մեզ նայելով ասեն, այս մարդիկ Աստծո հետ սկանե չունեն, իրաց ապրածին նայեք։ Մենք նայենք մեր ուրիշ մուսուլմանական, ծայրահեղական այսենց երկրներին, ոնց են ապրում քրիստոնյաները, կասենք այնտեղ вообще Աստված չունին իրակ։ Այսինքն այս երևույթով պետք չէ դատել։ Եթե այսօր դու 50,000 դոլարանոց մեքենա չես քշում, ուրեմն դու շնորհքի մեջ չես։ Իհարկե ոչ, սիրելիներս։ Իհարկե ոչ, Աստծո ու մարդու փոխհարաբերությունը ինքը մի հատ ներսի վիճակ է, որը որ կառուցվում է, ինքը ձևավորվում է Աստծո հետ այս ճանապարհի մեջ, երբ որ մարդ քայլում է Աստծո հետ։ Արտակինից գնահատական տալը, ես չգիտեմ, ինձ իրավունք չեմ վեոպայի, որ գնահատական տամ։ Գիտեք, ինչ գնահատական միայն կարելի է տալ։ Հոգու պտուղները, երբ որ տեսնում ես մարդու, իրականում կարաս ասես, այս մարդը Աստծո մարդն է, թե ոչ։ Բայց եթե ես թանկարժեք մայքենա եմ քշում կամ չեմ քշում, ընդհանրապես կապ չունի Աստծո ու իմ փոխհարաբերության մեջ։ Իհարկե ես հավատում եմ Աստծո օրհնություններին, բայց ես հասկանում եմ ու հավատում եմ մի չափանիշ, որը որ ձևավորում է մեր ներսը։ Երբ որ մարդիկ մեր հետ խոսալուց, տեսնելուց հասկանան, մենք Աստծո հետ կապ ունենք, թե չունենք։ Ամեն։ Ձևավորված է մեր մեջ, թե չէ։ Գիտեք ինչն է զարմանալի, երբ որ եկեղեցուց կարող ենք դուրս գանք ու այնց աշխարհային բառապաշարով էլի խոսանք ու շփվենք։ Բայց դու թանկարժեք խոսքի շորերով հագնված մեկնա ես։ Իհարկե դա չափանիշ չէ։ Այսինքն այստեղ ինչ եմ ուզում ցույց տամ, որ Աստված ու Աբրահամ, Աբրահամը մեր մարդը էր, որ Աստծո ընկերն էր, բայց այո, մարդկաց աչքերի առաջ ինքը ինչ էր, պտուղ չուներ, երեխա չուներ։
Մենք շատ լավ գիտենք, երբ որ 90 տարեկան էր Սարան, ու Աստված նրան էլի հայտնվավ, ու հետաքրքիր բան խոսեց, չէ՞։ Աբրահամին ասեց. դու կունենաս զավակներ, որը որ կլինեն այս ամբի իշքան աստղներ կան, սրածից շատ, ծովի ավազներից շատ զավակներ։ Ու գիտեք ինչներ, հետաքրքիր, որ Աբրահամը չտեսավ այս զավակներին սենց է։ Ինքը տեսավ Իսահակին։ Չէ՞։ Խոսքի այն Իսրայելը 3, չգիտեմ, 10 միլիոնանոց ինքը չտեսավ։ Բայց իր ժամանակի մեջ տեսավ այն սերմը, որը որ Աստված այո տվեց իրան, որը կոչվում էր Իսահակ։ Ու գիտեք ինչներ էլի, հետաքրքիր, երբ որ Իսահակի կյանքի մեջ նույնը տեղի ունեցավ, իր կինը հիմա երեխա չի կարա ունենա։ Էլի բոլորը ունենում են, Իսահակի կինը երեխա չի ունենում։ Հետաքրքիր է, չէ՞։ Աստծո ով ես, ես ով եմ, Աստծո ընկերոջ տղեն եմ։ Այսինքն կարար ինքը ներկայանար շատ անգամ։ Ես ով եմ, Աստծո ընկերոջ տղեն եմ։ Ես Աբրահամի տղեն եմ։ Կանցնեն 1000 տարիներ եւ Գյումրիում կխոսան իմ հոր մասին։ Մի հետանոց ազգ, որը կդառնա քրիստոնյա։ Ու կխոսան իմ հորս մասին, իմ մասից ես ով եմ։ Բայց հետաքրքիր է, էլի կինը չբեր է։ Բայց ինչի Աստված։ Գիտեք, այստեղ մի հատ բան կա գրված, ուզում եմ կարդամ, որ լսենք սիրելիներս։ Նայեք ինչ է ասում այս բանի վերաբերյալ, շատ է ուղղակի ինձ գրավ է։ Ինչու է ասում է, եթե ժառանգությունները ծնվեին հեշտությամբ եւ բնական ճանապարհով, կարող էր թվալ, թե խոստումը կատարվում էր պարզապես մարդկային գործընթացներով, սակայն անպտուղ լինելը բացարձակապես հստակեցնում է, որ Աստծո ժողովրդի հիմնադիրը ծնվում է ոչ թե ըստ մարմնի, այլ ըստ հոգու Աստծո կամքով եւ զորությամբ։ Ու այս տեղն է կարդամ մի հատ։ Նայեք ինչ է ասում։ Այն հաստատում է, որ Աստծո հետ ուխտը հիմնված է նրա զորության վրա, այլ ոչ թե մարդկային կարողության։ Այն հավատքի փորձությունը, որը հանգեցրեց Իսահակի ջերմեռանդ աղոթքին եւ ամրապնդեց նրանց հարաբերությունները Աստծո հետ։ Այն հողը նախապատրաստում Աստծո ընտրության հայտնության համար, որը բացահայտվեց Հակոբի եւ Էսավի պատմության մեջ։ Պատրիարքների շարքում անպտղության կրկնվող թեման ընդգծում է, որ Իսրայելի ժողովուրդը ծնվում է ոչ թե մարմնից ու արյունից, այլ Աստծո խոստումների ու զորության հանդեպ հավատքից։ Սիրելիներս, մեր ճարբիկությունով չի ծնվելու այն, ինչ որ Աստված դրել է մեր սրտերի մեջ։ Գիտեք ինչի։ Որտեվ կասենք մենք ենք արել։ Աստծո ձեռագիրն է, հիմա ես ցույց եմ տալու ու հիմնավորելու եմ իմ խոսքերը։ Աստված մեզ տանելու է մի կրիտիչիսկի իրավիճակի մեջ, որտեղ որ մենք հանձնվելու ենք, հասկանալու ենք, որ մենք անզոր ենք ու նոր կատարվելու է շատ բաներ։ Գիտեք, այսօր միգուցե ասում ես, բայ ինչի չի կատարվի։ Ռուսերեն մի հատ բառ կա, սպրեցիվլյացը, հերիք է սպրեցիվլյացը եղնես Աստծուն։ Հանձնվի Տիրոջը։ Գիտակցիր, խոստովանիր ու հաշվի նստի նրա զորության հետ։ Ոչ թե քո ուժով, ոչ թե իմ ուժով, ոչ թե մեր զորությամբ, այ Աստծո հոգով։ Ամեն։ Դա Աստվածաշունչն է ասում։ Հիմա ես չգիտեմ դու ինչքանով ես կընդունես, չես ընդունել, բայց թող պտուղ բերի կյանքիդ մեջ։ Գիտեք, մի քանի ժամանակ առաջ մի մարդ մոտեցավ ինձ, ասում էր, գիտեք, Աստված ինձ տվել է խոստմունքներ, որ այս ազգերին պետք է հասնեմ էս։ Հետաքրքիր է, նայում է իրան ու հասկանում է, որ ինքը այս մարդը չէ։ Բայց իրավունք է չունիմ կասկածելու, որ Աստված չի ասե, չէ՞։ Կամ հիմա կարող ասես դու ինչ գիտես, Աստված միգուցե, ու գիտեք ինչ եկավ սրտիս մեջ։ Ասեցի, գիտես, միգուցե դու չես լինելու, քեզանից ծնվածներն են, որ ազգերին են հասնելու։
Այն մեծ տեսիլքը, որ Աստված քեզ ցույց է տվել, ինչպես Աբրահամին ցույց տվեց։ Բայց Աբրահամը չտեսավ։ Աբրահամը չժառանգեց, Աբրահամի սերունդը մտավ Քանան։ Միգուցե այսօր Աստված խոսքեր է տվել մեր կյանքերի համար, սիրելիներս։ Քննե Աստծո հետ հաշվի նստի, քեզ համար է, թե քո սերունդների համար։ Գիտեք, երբ է գալիս հիասթափություն Աստծո նկատմամբ, երբ որ մենք ժամանակները չենք զանազանում։ Երբ որ մենք ճիշտ մարգարեությունները չենք կարող ընկալենք ու հասկանանք, մեզ համար է, թե մեր սերունդների համար։ Գիտես, ես ու իմ տղուս մեջ ոչ մի տարբերություն չեմ տնում այսօր։ Եթե Աստված այսօր խոսում է մի բան իմ կյանքիս մեջ, ես գիտակցում եմ ու հասկանում եմ, որ ես այսօր պետք է որոշ ճանապարհներ պատրաստեմ նրա համար եւ այն, որ ասում է ինձանից գալածողների համար։ Միգուցե ես երբեք չեմ լինի այն մարդը, բայց իմ սերունդներս կլինեն։ Ես հավատում եմ սրան։ Գիտեք, սովետական միության ժամանակ, երբ որ խոսում են հավատքի հայրերը, ասում են մենք աղոթում էինք, որ ունենայինք այն ինչ որ դուք այսօր ունիք, բայց իրաք չմտան սրա մեջ շատերը։ Բայց մենք այսօր մտանք։ Ասում են մենք այն երկաթն էինք, որ ինչ ձև ուզում էր կոմունիզմը մեզ կոդրես չստացվավ նրանց։ Ասում է, բայց դուք ոսկե սերունդը դուրս եկաք։ Հետաքրքիր է։ Իսկ կա երկաթի ժամանակ, կա ոսկու ժամանակ։ Սիրելիս, դու չես կարա լինես համ երկաթ, համ ոսկի, համ բրիլյանտ։ Կողմնորոշվի դու ինչ ես։ Ու Աստծուն շնորհակալություն հայտնի, եթե դու այսօր երկաթ ես։ Այո, միգուցե այսօր դու չես կոդրվե։ Այո, միգուցե քո աղոթներով ջրել ես քո սերունդը։ Մեկը դառնալու է առաքյալ, մեկը եպիսկոպոս, մեկը հովիվ, մեկը ավետարանիչ, փարտուր Տիրոջը քո վարձկթխից մեծ է լինելու։ Ժամանակը գիտակցե քեզ համար էր, թե քեզանից գալածողներին։ Գիտեք, Հովանես Մկրտիչը ինչ ուժեղ հայտնություն ուներ։ Իր ծառաներին, երբ որ ուղարկեց, ասեց հենա են գառը, որը որ մորթվելու է, գնացեք։ Ու հետաքրիր ասեց, ես պետք է փոքրանամ, որ ինքը մեծանա։ Սիրելիս, մինչև դու չփոքրանաս, այն տեսիլքը չի մեծանա, ու Տիրոջ փառքը չի երևա։ Ես գիտակցում եմ, որ այսօր մարդ կա, միգուցե առաջի անգամ ես կամ մի քիչ սենց այս կանե աստվածաշնչյան խոսքերին տեղյակ չես, միգուցե քեզ համար մի քիչ ծանր կլինի։ Բայց ես հավատում եմ, որ ժամանակը հետո կգա, կհիշես այս խոսքերը։ Սուրբ Հոգին քեզ կհիշացնե։ Ես ավելի շատ այսօրվա իմ խոսքս ոնց որ ուղղված են մարդկանց մասին, ովքեր որ մի քիչ խորը ճանապարհներ ունեն Աստծո մեջ, ովքեր որ գին են որոշ վճարը Աստծո համար, իր սերունդների համար։ Սրանց շատ կարևոր է, որ մենք այսօր գիտակցենք, իրականում լուրջ եմ ասում։ Երեք մի բան նայեցի, հետաքրքիր էր, ասեց մի րոպե կանգնի, այսպես էլի Facebook-ով էր։ Ասեց դուք գիտակցես, որ 100 տարի հետո քո տան մեջ ապրելու է մի ուրիշ մարդ, քո մեքենան քշելու է ուրիշը, քո ակուստը թաքնելու է ուրիշը։ Ես բան չես ուզում սրա հետ հաշվի նստես, ասում ես չէ, լավ, չեմ, բայց գիտակցում ես, որ այո, մի օր սենց լինելու է։ Քո բոստանը ցանելու է մի ուրիշը, քո տան մեջ ապրելու է մի ուրիշը, քո ֆինանսները օգտագործելու է մի ուրիշը։ Ու նայում ես սենց ու հասկանում ես, ասում ես, չեմ ուզում ես բառն ասեմ, բայց իրականում ինչքան փուջ է այս կյանքը։ Երբ որ փոքր է, որ խոսում էին մեծերը, ասում է իրաք հեշտ բան չեն հասկանում, ի՞նչն է փուջ։ Բայց հետո երբ որ իրականության հետ հաշվի ես նստում, հասկանում ես, որ կա մի հատ արժեք, որ Աստված ու հավիտենականություն է։ Եթե հավիտենականության գաղափարը մենք կորցնում ենք, սիրելիս, հիմա մենք չգիտենք տունք հասնենք, թե չէ, քանի կոպեկ արժե մեր, գիտեք, չէ, Ալեքսանդր Մակեդոնսկին, երբ որ մահացել է, ինչ է ասել, մահանալուց ավելի ճիշտ։ Ասել է, երբ որ ես մահացա, ձեռքերս դագաղի մեջ, այսպես բաց կթողնա։ Ասում է, թող վերցնեն իմ դագաղս, այս աշխարհի ամենահայտնի իմաստուն բժիշկները։ Ու ասում ինչքան ֆինանսներ ունիմ, դեմից է շախ տվեք, մինչև ինձ տանեն հողարգավորեն։ Ասել են ինչի համար։ Ասել է, որ բոլորը տեսնին, որ մերկ եկա, մերկ գնում եմ այս աշխարհից։ Ոչ մի բան հետս չեմ տանում։ Բայց ով ինչ է բերել, որ մի հատ է տաներ, չէ։ Երկրորդը։
Ասում է թող տենան, որ հիվանդության դեմ նույնպես չկարողացան ոչ մի բժիշկներ կանգնեցնեին, այսինքն։ Ասում է թող տենան ինչքան հարուստ է մեզ, բայց այս ֆինանսները մանվան առաջ անզոր են։ Իսկ ինչ ուժեղ է։ Ու մենք ինչքան շուտ այս խոսքերը հասկանանք, այնքան ավելի շատ ամրապնդված կլինի մեր ու Աստծո հավատքը։ Գիտեք, կան աղոթքներ, ես անձամբ աղոթում եմ, որ շատ անգամ աղոթում ենք, ասում ենք Աբրահամի, Իսակի, Հակոբի օրհնությունները թափվին մեր կյանքի մեջ, կաբում ենք էս, ու գիտեք մի հատ հարց, իսկ ինչքանով ենք մենք ապրում այն մարդկաց կյանքով, որոց կյանքը մենք օրինակ ենք բերում Աստծո առաջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Հովհաննես ավետարանի մեջ հետաքրքիր մի ոսկե տողերով տող է գրված, խոսքեր է գրված։ Ասում է, ով որ մնա իմ խոսքիս մեջ, ինչ որ խնդրի կտրվի։ Մենք շատ անգամ երբ որ ելում ենք աղոթքի, ես անձամբ հանդիմանվում եմ։ Երբ որ նամավատ երբ որ მე ուրիշի համար պետք է աղոթես, այս բանը գիտակցում ես, դու իրականում խոսքի մեջ ես, թե չէ։ Եթե դու խոսքի մեջ ես ապրում, քեզ համարձակություն է տալիս դու աղոթելու։ Բայց դու շատ անգամ գիտակցում ես, որ միգուցե այս կանն է, ես հիմա չեմ համապատասխանում, բայց այստեղ պետք է կրոնավոր դեմք ընդունելու ձեռքդ երկարացնես, չէ՞։ Ու այստեղ թողնում ենք արդեն Աստծո ողորմությամբ։ Ոնց որ մի քանի օր առաջ հետաքրքիր էր մեր ովը, ասես մեր կրոնական մտածելակերպը կոտրում է, էլի, Փառք Հիսուսին մեր ովի համար։ Մի հատ եղբայր ասեց ոնց ես, ասի լավ, դու ոնց ես, ասեց Տիրոջ օգնությամբ, տեսնում եմ բանը ես եմ։ Ես Աստծո ողորմությամբ հովն ես, ավիսես Աստծո շնորհքով։ Թող կոտրվի ամեն կրոնական այսպես պատկերավոր մտքեր ու ես չգիտեմ, sense բերտեր ու պարիսներ, ոնց ես, Աստծո օգնությամբ, Տիրոջ ողորմությամբ, Աստծո շնորհքով, ամեն։ Սիրելիս, մեր մտածելակերպը ինչքան շուտ մենք նորոգենք, այնքան մենք շուտ հաջողությունների կհասնենք։ Հիմա եթե ասեմ, օրինակ, մարդու անուն տվեք, ովքեր որ անցան փորձության մեջ, հաստատ դու կասես Աբրահամ, հաստատ կասես Հոբ, հաստատ կասես Հովսեփ, չէ՞, հանդրաճանաչ մարդիկ են, որոնք որ իրականում անցան ճանապարհներ։ Ու երբ որ նայում ես իրաց վերջին, բարի նախանձով չես նախանձվում, Աստվածաշունչը երբ որ կարդում ես։ Իմ մոտ եղնում է, չգիտեմ քո մոտ ոնց։ Որ կարդում ես ու ասում ես Աստված ջան, ես լինեի էլի ժամանակվա մեջ է։ Չի եղե մոտը թե չէ։ Իմ մոտ հաջախագի պատահում է, ուրիշի ունեցվածքի վրա աչք եմ տնում, ծննդոցի մեջ, գործառակելոցի մեջ, Մարկոսի մեջ, Հովհաննեսի մեջ։ Աչք է տնում եմ, մեկ-մեկ սիրտ է ցանկանում է։ Բայց ուզում ես, իսկ ինչքանով դու կարող ես ապրես իրաց կյանքով։ Հոբի կյանքը լրիվ ես չգիտեմ, հոբը ես միշտ ասել եմ, հոբի կյանքը մեջ բերելով մի քիչ շատ զգուշ պետք է խոսանք։ Ես անձամբ 10 երեխա կորցնեմ մի օրվա մեջ։ Ունեցված ամեն ինչ լավ գիտեք։ Ու գիտեք ես ոնց եմ պատկերացնում այս պահը, երբ որ ինքը նստած ասում է ու խոցերով ինքը խոցվավ, հիվանդություններով քարը վերցրեց, սկսեց այսպես միսը վրայից պոկվում էր, ես չգիտեմ դա ինչ հիվանդություն էր։ Ու կինը մոտեցավ այս ժամանակ նրան։ Իհարկե գիտակցում ենք, որ նաև այս ժամանակ սատանեն խոսած կնոց միջոցով։ Ու հետաքրքիր է, որ մոտեցավ, ասեց, մինչև երբ պետք է այսպես դու հավատարիմ, Աստծո նկատմամբ սիրով, Աստծո նկատմամբ հավատքով լցված լինես, մեր բառերով մի փոքր։ Ու ասում եմ, երևի այս ժամանակ ամբողջ երկինքը նայում էր Հոբին, թե Հոբը հիմա ինչ պետք է խոսա։ Ու դժոխներ նայում։ Ինչի՞, որովհետև մի փոքր առաջ Աստված պարզենում էր Հոբով։ Հետ եղել է, երբ որ սենց շատ լավ ես քեզ զգում, ու հասկանում ես, որ Աստված հիմա այնօր լավ է, լավ կարծիք ունի քո նկատմամբ, ասում է ամեն ինչ ընդիր է։ Ու մի հատ փորձության մեջ է սգնում։ Ու հիմա ուզում ես քեզ ու հասկանում ես, որ Աստվածը մելի քեզ է նայում, ինչ գնահատական հիմա քեզ կտա։ Ու ամբողջ երկինք այսպես նայում էր Հոբին, թե Հոբը ինչ պետք է խոսա այս ժամանակ։ Հիմա ինչ հեշտ, այսպես թռուցիկ մենք խոսում ենք, չէ՞, կյանք, հա, ինչ երեց, որ Արմեն եղբայր, հեչ, 10 հատ երեխա մահացավ, հա, 10 հատ, հա, հետո, հեչ, ունեցվածքը ոչնչացավ, հա, հետո
Հետո հիվանդությունով զարգվավ, սաղ երես թեկեցին ու նստավ մոխրի մեջ։ Հա ու վերջ։ Հա էլի մոտավորապես են։ Մեկի մատը փուշ է մտնում, կներեք։ Օրերով, ամիսներով, տարիներով հիշում են մարդկած անուն, ազգանուն, հայրանուն ու հասցեներով։ Ով նպաստեց, որ այս փուշը մտավ։ Չեն կարող ազատագրվին, սիրելիներ, մարդու սիրտը կան չար չի կարա լինի։ Նոր ուղղակի աղոթքի ժամանակ լուրջ բան եմ ասում, սիրելիներ չներում է դա մեծ մեղք է։ Ինչ են արել, որ չես կարա ներես։ Ինչ են արել, որ չես կարա։ Դու գիտես ինչ են արել, ինչ են արել։ Սպանել են հարություն ես արել։ Չէ, թե ուրեմն ները։ Այ եթե Հիսուսի պես սպանեին ու հարություն առներ, ես էլ եմ հարություն արել ու չեմ ներում։ Հիսուսը հարություն առավ, մինչև հարություն առնելն է ներեց։ Հիմա քեզ ինձ ինչ է ներել։ Հա մեր երկու բանը չի ստացվում, հետո։ Սա մեկը մյուսով կտաշվի։ Չէ, ես տաշեմ, բայց ինձ չտաշեն։ Ո՞վ ես է։ Ո՞վ ես է։ Մեկս մյուսով կտաշվի։ Ու փառք Աստծուն ես տաշողների համար էլ։ Փառք Հիսուսին։ Գիտեք, փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Սիրելիներս, այստեղ Մովսեսի կյանքի մեջ մի հետաքրքիր օրինակ կա։ Այս արդայությանս համար Մովսեսը թող ինձ ների, խեղճ Մովսեսը։ Գիտեք ինչ եմ դրել, խեղճ Մովսես։ Իր համար թագավորության պալատի մեջ ապրում էր, անհոգ, անկարիք, փարավոնը իր քերին էր։ Խոսքի վարչապետը քու քերիդ է։ Կամ նախագահան։ Քեզ լավ կզգայես, չէ՞, ոնց ասես, թիկ-թիկ։ Հետաքրքիր է, որ մի օր մտքին եկավ թողնա գնա այս թագավորությունից։ Ծառաների դե իհարկե այնտեղ իր վիճակ կար, որ նպաստեց։ Գնաց գիտեք ուր 40 տարի անապատ, 40 տարի, 4 օր չէր, 4 շաբաթ չէր, 40 տարի։ Մարդկա 40 օր մորուք չի կարա, չէ՞, պայք, սող քոր եկավ։ 40 տարի անապատ։ Գնաց, ամուսնացավ, ոշխարներին կպայր։ Հետո Աստված իրան հայտնվավ։ Ասես քո միջոցով ես Իսրայելին պետք է փրկեմ։ Ասես Տեր լավ էլի են որ ասում է։ Ինչի ես էլի։ Ոչ խոսալ գիտեմ։ Մի փոքր թլոշ կխոսամ։ Ես չէ, ասա չէ, հենց դու ես։ Ու նշաններ ցույց տվեց իր վրա։ Այն որ ասում է անցավ գլուխը դրեց ցավի տակ, կներես Մովսես ջան։ Խեղճ Մովսեսը, սրա համար եմ դրել։ Խեղճ Մովսեսը։ Գնաց Իսրայել, Եգիպտոս։ Եգիպտոսից մի խոսքով, լավ գիտենք, ինչ ճանապարհներով Իսրայելին դուրս հանեց։ Այնքան բարկացրին խեղճ Մովսեսին, вообще-то ինքը պետք է մտներ առաջինը Քանան։ Այնքան բարկացրին, այնքան նպաստեցին, որ խեղճ Մովսեսը կորցրեց Քանանը։ Հիշում եք այս պատմությունը։ Ասեց առաջի անգամ կգնաս փայդով կխփես գավազանով քարին, քարը ջուրը կտա այս ժայռը։ Երկրորդ անգամ այնքան էին արդեն այս մարտիկ ես մեկ հասկնաս չեմ Մովսեսին։ Գիտեք, երբ որ նոր կապաշխար ես, ոչ մի բան չես հասկանում։ Սաղին դատապարտում ես, խաչում ես, հետո անցնում է ժամանակ ապաշխարում ես, թե ինչ ես մտածել իրաց նկատմամբ։ Հասկանում ես, ինչքան պետք է մարդուն հասցնեին, որ Աստվածը գնա, խոսա, Արոնը տվել էր ուղեղին։ Գնաց ու էլի զարգեց այս ժայռին։ Սա հոպ, այս սրա համար դու էլ չես մտնի Քանան։ Դու իմ սրբությունս ցույց չտվիր։ Հիմի երբ որ կարդում ենք մեր տակ տեղերը նստած, ասում եմ ես լինեի ժամանակ Մովսեսի կողքը, գնա եսա Աստծո առաջ ասե Աստված, բայց այս մարդը ինչ մեղավոր է։ Իրանք նպաստեցին, որ ինքը իրան է ձև պահեց։ Հոգնածրին մարդուն։ Այնքան բողոքվան, այնքան տրտնջացին, որ այս մարդը էլ հա մեղ կործեց, որ չխոսած։ Բայց արդեն այնքան էր սովոր էս գավազանի բանով, գնաց էլի զարգեց։ Այսինքն զարգել, այսինքն գիտեք ժամանակներ կա, սիրելիներս, երբ որ մենք պետք է փոխվենք։
Զարգելու ժամանակ կա, խոսալու ժամանակ կա։ Ու Մովսեսը չմտավ սենց է բան Քանան։ Հետաքրքիր է։ Մի սխալի պատճառով։ Ամբողջ Իսրայելը օրը 150 անգամ սխալ էր գործում, որոշ մարդիկ մտան, խեղճ Մովսեսը չմտավ։ Գիտեք ինչ եմ գրել այստեղ։ Օգնիր կողքինիդ, որ մտնի Քանան։ Օգնիր ինձ, որ ես էլ հասնեմ Քանան։ Արեք մեկս մյուսիս օգնենք, սիրելիներս։ Արեք մեկս մյուսիս նպաստենք, որ մտնենք Քանան։ Էմոցիաներ է, մարտենք, չէ՞։ Չէ, էմոցիաներ դու կարկավոր, համարկա չէ, ես մեկ չեմ կարա։ Իհարկե, գիտակցում եմ, որ դա սխալ է, բայց մեկից մյուսիս արեք օգնենք, որ կարողանանք մտնենք Քանան։ Ամեն։ Ու գիտեք, մեր պատմությունն էլ եմ ուզում պատմեմ, որը որ Հովսեփն էր։ Էլի դրել եմ խեղճ Հովսեփը։ Երազ տեսավ ընկավ կրակը։ Հեչ մարկա, որ երազը տեսե պատմելու ընկել է կրակը։ Այս մարդը երազ տեսավ ընկավ կրակը։ Երազ տեսնելուց մարդու չպատմեց, չանակ եմ անում։ Լավ երազ էր տեսե։ Ելավ ուրախ սկսեց պատմել։ Ինձ մի անգամ մի հատ եղբայր ասեց, արմ ասեց, ես գիտեմ, Փառք Հիսուսին իր համար, ինքը լավ բանով էր ինձ ասել։ Ասեց, գիտես, մի պատմե քո հաջողությունների մասին շատ անգամ։ Մարդիկ կա, որ ճիշտ չեն հասկանա։ Շատ ճիշտ է։ Ներփակվա։ Հետո կարդացի հայտնության թուղթ։ Գրված ասում է դուք հաղթել եք վկայության խոսքով։ Սիրելիս, երբ որ կա վկայություն, դա նախանձվելու համար չէ։ Կներեք։ Դա ուրախանալու համար է։ Երբ որ կա վկայություններ, դա այսօրվանից ես հեռու կպայեմ ինձ քեզանից։ Ինչի, քո մոտ ամեն ինչ սկսել է ստացվել։ Նոր էի ամուսնացել, մի հետաքրքիր բան ասեց Լիլիթը։ Ասեց, գիտես, ասեց, այն մարդիկ, ովքեր են քո ճիշտ ընկերները, ասի ով։ Ասեց, ով որ քո ուրախության մեջ են։ Ասի լավ է Լիլիթ։ Գերեվար որ կին արմատները ըտկան է։ Են որ ասում է հայտնություն չունին այս կյանքից։ Բայց հասկացա, որ շատ ճիշտ էր ասում։ Շատ ճիշտ էր ասում։ Ես մտածում էի, թե ես հենց կյանք եմ ապրել, տղամարդ եմ, իտակդալի, նեղության մեջ կե։ Նեղության մեջ չի երևա։ Հակառակ նեղության մեջ այնքան շատ մարդ կհայտնվի քու կողքդ, որ քեզի խորհուրդներ տա ու յանի մխիտար, հա, հետո, հա։ Բայց երբ որ դու լավ ես, շատ քիչ մարդիկ քու կողքդ կհայտնվին ու կսկսեն ուրախանալ քու լավովդ։ Գիտես ինչի։ Որտեվ իրաք սովոր են միշտ քեզ են, հա, վերջի ինչ պետք է լինի։ Հա, հետո, բայց փոսը ոնց ես փագելու։ Հետո, բայց երբ որ լավ ես, սիրես լավ եղնելը, բոլորիս է լավ։ Ու դա ասում վկայություն Աստծո խոսքի մասին, որ մեկը կբարձրանա, փառք տուր Աստծուն։ Գիտեք Աստված ինչի համար Սավուղին մերժեց, ադեց, զրգեց, ինք իր կողինի հաջողությունով չէր ուրախանում։ Չէր ուրախանում, այնքան էր ներփակված ու այսպես տխուր։ Ինչի քո մոտ պետք է ստացվի, մոտ չստացվի։ Ինչի դու պետք է լինես հաջողակ, ես հաջողակ չեմ։ Ինչի դու պետք է սպանես հազարներին, բայց ես ոչ։ Մի քանի օր առաջ մեր եղբոր հետ խմբակ էին գնացել, ու հետաքրքիր է խոսում էր տեսիլքների մասին, պարգևների մասին։ Ասում եմ, գիտեք, Պողոս առաքյալներ էր մեզ զգուշացնում, որ ամեն մեկը աչք չէ։ Մեկը աչք է, մեկը բերան է, մեկը ականջ է, մեկը ձեռքեր է, մեկս մյուսի սրա մեջ ենք լրացնում ու փառք Աստծուն սրա համար։ Բոլորն եք ուզենային երեսեղնային, չէ, բայց ամեն մարդ երես չէ, բա որ չլինի սիրտը, պոչկեն, ստամոքսը, լիարդը, ում է պետք է երեսը։ Այսինքն մեկս մյուսից լրացնում ենք, սիրելիներս, մեկս մյուսից լրացնում ենք։ Ու գիտեք, այստեղ Հովսեփը հետաքրքիր բան էր։ Երավ երազը պատմեց։ Փոխանակ ուրախանային, ներփակվան։ Ինչի Աստված իրան պետք է երազ ցույց տա։ Խո մեզ էլ պատվերով չէ։ Մի հատ մուսուլման է, որ Հիսուսին է տեսնում երազին, այն իրաց բանի ժամանակ է, որ 40 օր բան են պահում է, Ռամադանի ժամանակ,
16-17-րդ օրն է, ելուն պատմում ասում է Հիսուսին տեսա երազից մեջ։ Հոպարներն ասում են հերը, ասում է դու ինչ իրավունք ունես Հիսուսին տեսար։ Ասե ուղղակի երազ էր։ Երազից մեջ ինքը եկավ։ Ասե դու պետք է տեսնեիր Մագամեդին, դու պետք է տեսնեիր Մուխամեդին, այս ինչ իրաց մարգարեներ։ Ու երկրորդ անգամ էլի է Հիսուս գալիս։ Էլի առավոտ ելում ուրախ պատմում ասում էլի Հիսուսին տեսա։ Ասում է քո մոտ մի բան ծուռ է։ Պատկերացնում ես երազը մի բան գալիս է։ Մի խոսքով այստեղ Հովսեփը տեսավ երազ։ Ելավ պատմեց չուրախացան եղբայրները ցավոք սրտի։ Ու երբ որ դեմից կարտում ես ու բոլոր սլակները գնում է եղբայրների վրա, ինչքան վատ են եղբայրները, չէ՞։ Ինչքան դաժան են եղբայրները։ Ու մինչև ավարտին հասնելը արդեն զինվում ես, ասում ես ես այս ժամանակ հնարավորություն ունենա, այս եղբորը պատժեի, նրան նստեցնեի, սրան մի փոքր, մի 40-ից մի հարված պագաս հրամայեի որ տային։ Ինչի, որովհետև անարտար վարվան Հովսեփի հետ։ Բայց երբ որ նայում ենք մենք արդեն ծննդոց, բացենք այս տեղը, սիրելիներս, կարտանք մի հատ այս տեղը, Հովսեփի ինչ ասում Հովսեփը 39:21 ծննդոց 39:21 Բայց Աստված Հովսեփի հետ էր եւ ողորմություն ցույց տվավ նրան եւ բանտապետի առաջին շնորհք գտնել տվավ նրան Հովսեփի մասին է ու ծննդոց 45 7-ից 8 Գիտեք որտեղ են արդեն Հովսեփը գնաց է դարձել է վարչապետ վարչապետ էլի վարչապետ իշխանություն ունի ընտանիք ունի ամեն մոտ իր մոտ ստացված է ամբողջ երկրի մեջ սով է ու բոլորը գալիս էին Եգիպտոս որ ցորեն տանեին որ կարողանային գոյատևեն չմեռնեին սովից ու Հովսեփը բացվում է իր եղբայրներին ու ինչ ասում Հովսեփը Եվ Աստված ինձ ձեր առաջին ուղարկեց այսինքն Տեր հիմա մի հատ կարտամ տեսեք եղբայրներն էին դա Աստված էր Եվ Աստված ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահե եւ ձեզ ապրեցնե մեծ ազատությունով եւ այդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այս տեղ այլ Աստված Գիտեք, երբ որ ամեն բան նոր է սկսվում, չվրաznաս գնահատականներ տալու։ Երբ որ քո կյանքիդ մեջ մի երկու բան սկսվում ես, որ ոնց որ թե այն զոնա կոմֆորտ, Աստված քեզ կոմֆորտից դուրս է հանում, չչարանաս կողքիներիդ նկատմամբ։ Չխաչես, չնեղանաս։ Համբիրե մինչև վերջ տես Աստված ինչ է մտածել։ Տես Աստված ինչ է սկսել կյանքիդ մեջ։ Հետաքրքիր է Հովսեփն անցավ դավաճանություններ, բանդեր, նախանձներ, չարախոսություններ, սուտ մեղադրանքներ ու վերջում ասեց դուք չեք Աստված ինձ բերեց այդտեղ ինչի որ ձեզ ապրեցնի աղոթում են կանչի կոչման համար սիրելիս կանչն ու կոչումը բամբակի մեջ չի մատուցվում մեզ Ես այնց կուզենայի այսօր սեի բամբակի մեջ ամեն ինչ մատուցվում ոչ մի բան արեք չանենք եւ Տիրոջ կանչն ու կոչումը կգա մեր վրա կանչն ու կոչումը ցավ է կանչն ու կոչումը արտասունք է կանչն ու կոչումը նախանձներ է դավաճանություններ է ու մահեր է այդ է կասես որտեղ ես կարտածը Եբրայեցից թուղթը ինչ է խոսում Աստված Նայում եմ առաքյալների կյանքը, նայում եմ Դավթի կյանքը, նայում եմ Հովսեփի կյանքը, նայում եմ Հեսուի կյանքը, նայում եմ Պետրոսի կյանքը, նայում եմ Պողոսի կյանքը, տեսնում եմ, որ ոչ միտեղ բամբակի մեջ չկար կանչ ու կոչում։ Ոչ միտեղ։ Սենց ինչքան մեծ է տեսիլք, այնքան մեծ է քո փորձությունը։ Կարդում էի Աստվածաշունչը, երբ որ արդեն Աստված Սավուղին մերժել էր,
երկրի մարգարեն։ Գիտեք, իր հետ թագավորները հաշվի էին նստում։ Սամուելը երբ որ եկավ ու Դավիթին օծեց։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, ասում եմ, ստեղ Դավթի սիրտը ինչ փորձության միջով էր անցնում։ Ինքը գիտեր, որ ինքը օծված էր։ Պատկերացնում եք։ Ներսի արդեն վկայություն կար, որ դու թագավոր ես լինելու։ Ինքը գիտեր, աչքերը բացվել էր, հոգին իջել էր վրեն։ Ինչ կարծիքի եք, հեշտ էր Դավթի համար Սավուղին ծառայել, չար Սավուղին։ Կներեք, անշնորհակալ Սավուղին։ Հեշտ էր ծառայելը։ Դու գիտես, որ դու ես, նայես ինչ է կատարվում։ Ամեն վարյան կարամ Սավուղ քեզ ես Աստված ինչի միջով էր անցկացնում Դավթին։ Հետո զարմանում ենք, ասում ենք Դավիթը այդքան մեղ գործեց, ինչի Աստված իրան ներեց։ Իսկ ինչերի միջերով ինքը անցավ։ Մի անգամ եկեղեցական հայրերի միտք էր ուժեղ։ Ասեց ինչի համար է կոչվում Դավիթը Աստծո սրտի մարդ։ Ասում եմ իրական, ինչի համար։ Մարդասպան, շնացող ամբողջ երկիրը պատժի տակ ընկավ իր, որ միած սկսեց բան անել, հաշվի համար անցկացնել Իսրայելի մեջ։ Իջավ հրեշտակն ու սկսեց կոտորել։ Վերջում սավ տերները ես եմ մեղավոր, այս մարդիկ ինչ գործ ունին։ Ու գիտեք ինչ էր ասում։ Ասում էր, որովհետև Դավիթը հնարավորություն ուներ պատժելու, հնարավորություն ուներ այն, որ ասում է ամեն ինչ ջրի երես հանելու, բայց ինքը ներեց։ Երբ որ ինքը հնարավորություն ուներ բոլորին հետո այսպես վզեր այսպես վրեկներից կտրելու, երբ որ նստավ թագավոր, բայց ինքը ներեց բոլորին։ Գիտեք, Դավիթ այնքան ճիշտ հասկացողություն ուներ Աստծո մարդկանց նկատմամբ, որ երբ որ այն լուրը բերողը սենց ուրախ եկավ, գիտես, ասում է Սավուղին սպանել են, անեսել իր այս ինչը, ասես լսե, այս ինչ ուրախությամբ ու ցնծությամբ դու եկար մոտս։ Այս ինչ ուրախություն ու ցնծություն է քո մոտ, ասեց վիզը վրայից թռցրեք։ Դու Աստծո օծյալի նկատմամբ։ Սիրելիս, միգուցե մի փոքր մեր մոտ էս բանն է արդեն կորե։ Կներեք։ Աստծո օծյալ, այո, Աստծո օծյալ։ Այո, Աստծո օծյալներ։ Ամեն։ Գիտեք, արեք պահենք էս ամեն ինչ իր տեղը, սիրելիս, որ օրհնվինք, որ օրհնություն կա։ Դավթի կյանքի մեջ կար խորը հասկացողություն ու հայտնություն, շատ կարևոր էր։ Մինչև հասնելը իր այն թագավորական են գային հետաքրքիր էր։ Այո, անցավ փորձություններ։ Որպեսզի չկարդանք, ուղղակի ուզում եմ պատմեմ ես մեր տեղնելու։ Գիտեք ինչ կատարվավ, երբ որ Սավուղը ջղայնացած, դիվահարված, ընկել էր Դավթի հետևից։ Գրված ասում է 24:4-6 առաջի թագավորած։ Ասում է Աստված բերեց նրան, ավել ճիշտ Աստված չբերեց, նրա կեգան, այս ինչ Պիշերայի մեջ, քարանձավի մեջ։ Ասում է եկան ու մտան։ Ու բոլորը քնան։ Երբ որ քնան, ես գիտեմ, դու այս պատմությունը գիտես։ Երբ որ քնան, Դավիթը մոտեցավ Սավուղին ու գիտես կողքի ծառան ինչ սեց։ Սես լսե Աստված հայտնեց նրան քո ձեռքերի մեջ։ Էլ ինչ ձև կլինի հաջողության հասնելու։ Էլ ինչ ձև կլինի, որ դու դառնաս թագավոր։ Միած սենց, այսենց։ Ոչ մեկ չի իմանա։ Ասես լսե, ինքը Աստծո օծյալն է։ Իրավունք չկա։ Շորից ասում է կտրեց։ Շորից ասում է կտրեց 6-րդ խոսքի մեջն է գրված։ Ասում է ռուսերեն, ասում է սիրտը խղճած, այստեղ գրված է սիրտը խղճած։ Ռուսերեն գրված ասում է սիրտը ցաված, որ շորից կտրել էր։ Հետո մենք զարմանում ենք, բայց ինչի Աստված ընտրեց Դավիթին։ Սիրտ ուներ Դավիթը, սիրտ։ 26:8-ից 9 առաջի թագավորած։ Երկրորդ անգամ է իրավիճակներն հենց հայտնվում, որ Սավուղը քնած, ամբողջ իր ազնագազմը քնած, պատկերացնում ես Աստված ինչ քուների ճծրե վրեկները։ Դավիթը մոտեցավ, ծառան գիտես ինչ սեց։ Ասես նիզակը մոտս է, ասես
5 սանտի։ Իջեցնեմ ու վերջ, հարցերը լուծված է։ Իրական ապատի մեջ փախած ման են գալիս։ Թշնամուն Աստված հայտնեց ձեռքերի մեջ, ու Աստված երկնքից նայում է։ Հիմա ինչ որոշում կկայացնե Դավիթը։ Գիտես, Դավիթը այստեղ կարար ուղագի ձեն չաներ իր ծառային։ Մի հատ ասեց շրջվեր իրան, մի անգամի ծառան իր հարցերը կլուծեր։ Ասեց չէ։ Ասեց Աստված կենտանի է, ու Աստված գիտե ինչ անում։ Գիտակցում եմ, հասկանում եմ, որ այս խոսքը այնքան է հասանելի չէ շատերիդ։ Սիրելիներս, կարևոր չէ, որ սենց թակավորի օդյալի նկատմամբ լինի, մարդու նկատմամբ, հորդ ու մորդ նկատմամբ, հորդ ու մորդ նկատմամբ, ու հետո Աստված հետաքրքիր է, որ ամեն բան բերեց ու հանձնեց Դավթի ձեռքերի մեջ։ Հիմա սիրելիներս, պես պրոստը գրել եմ, 40 օր Հիսուսը անապատի մեջ անցավ, իր անապատը, որ մտավ ծառայության մեջ, չէ, ասում են գնաց ջուրը գինի սարքեց, 40 օր գնա դու է մտի, կարող է քո մոտ է ստացվի։ Բայց ինչի մեր մոտ էս հրաշքները չկա, իսկ երբ էս 40 օրով ծոմ պահ է։ Լավ, սիկտե պետք է առաջնորդություն ունենաս նաև։ 14 տարի Պողոսը հետաքրքիր է, ասես գրել էի բանի մեջ, ասում եմ Google-ի մեջ։ 14 տարի ինչով էր զբաղվում Պողոսը։ Իհարկե գրված են այնտեղ որոշ բաներ, ինչ էր անում, բայց պես մանրամասորեն ինֆորմացիա շատ չկար։ 40 տարի չէ երևացող ծառայությունով էր ծառայում Պողոսը։ Вообще երևացող չէր։ 14 տարի։ 14 տարի հետո դարձավ ինքը առաքյալ։ Նրանց ում որ ինքը ծառայում էր, հետո դարձավ իրացից ավելի բարձր առաքյալ։ Ուղղակի խոնարհաբար անցնում էր իր ճանապարհը։ Սիրելիս, այսօր 14 օր չենք ուզում անցնենք։ Ուզում ես դառնաս առաքյալ, հա, դե 14 տարի անցի։ Բայց Հեսուն Մովսեսի ոտքերի տակ էր, սարի տակ, ամեն անգամ, երբ որ Մովսեսը ելնում էր սարը, ինչ էր անում Հեսուն։ Տղեկ գնացինք թենիս խաղալու։ Ոչ։ Ինքը սարի տակ սպասում էր Մովսեսին։ Հետո զարմանում ենք, բայց ինչի Աստված երկնքից քարեր թափեց Մովսեսի ծառայության մեջ Հեսուի։ Որովհետև ծառայել գիտեր ինքը Մովսեսին, որովհետև ինքը սպասել գիտեր, որովհետև ինքը գնահատել գիտեր։ Հիմա միգուցե այս ջանկը դե կոր է, կրակը դե մար է, այն առաջվա այն ջանկը չկա, որպես փորփոքված, ասում ես ծառայենք, վազենք, աղոթենք, ծոմ պահենք, միաբանվենք։ Մի հատ նայ քո սրտից, սիրելիս, ինչ եղավ քո հետ։ Ոնց որ Պողոս առաքյալն է ասում գաղատացիս, ասում է իհարկե գաղատացիներին է ասում, մեզ չի վերաբերվում։ Ասում է ով անմիտ գաղատացիներ, ով կախարդեց ձեզ, հոգով սկսել եք, ավարտում եք մարմնով։ Ամեն ինչ շատ լավ էր։ Հիմա արդեն նստած էլ քարոզը չեն կրնա լսենք, արդեն աչքերներս կփակվի։ Մեկ երբ հազիվ կիրակի օրերը կգանք։ Շաբաթվա 7 օրվա մեջ ոչ մի աստվածաշնչյան հոգևոր, ոչ երաժշտություն, ոչ աստվածաշունչ, ոչ աղոթքել չկա։ Ինչ եղավ հետդ, սիրելի քույր կամ եղբայրս։ Աստված իր տեղում է։ Մի հատ է բարի լուր ունիմ։ Քո կանչ ու կոչում դել է տեղում։ Չէ, երևի արդեն կորցրեցի, չես կորցրե։ Քեզ է սպասում։ Թափ տուր քեզ։ Ոտքի կագնի։ Սկսելի Աստծո նկատմամբ են սերը ցույց տալ։ Մարել է ծոմ պայ, հեն ծոմ պայեցիր, քո մեջ կսկսելի սաղ բլբլբլբլբլբլբլագսաղ։ Աստծո է զորությունը հենց մի հատ բանի մեջ է դրված։ Դաժե ինքան եղե, երբ որ տկար պարգել եմ, առավոտ զորացած արթնացել եմ։ Գրված ասում է Աստծո ողորմությունը, Աստծո ուժը ամեն առավոտ նորոգվում է։ Հեն ոնց է որ Wi-Fi ես կպնում, հեռախոսը տինք իրան, բան է կնում, обновление։ Գիշերը քնած առավոտ նորոգվում ես։ Առավոտ արթնանում ես զորությամբ արդեն, բայց շատ չարխայնակ էլի, աղոթեք։ Մենակ քնի վրա հույսը մի թրեք։
Սիգեն ծայրահեղ վիճակներն է։ Այն որ լրիվ դու կորած ես, Աստված երազիդ մեջով է քեզ զորացնում։ Ամեն։ Աստված օրհնե սիրելիներս, բոլորիս։ Հիսուսի զորավոր անունով կարող եք ոտքի կանգնիկ, եթե դժվարություն չէ, կարող է մեր փառաբանության թիմը գա։ Աստված օրհնե մեզ բոլորիս։ Ու գիտեք Հայտնություն 2:8, 8-ից 10 ինչ է գրված։ Եվ Սմիրնայի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում առաջինը եւ վերջինը, որ մեռած էր եւ կենտանացավ։ Հիսուսի մասին է խոսքը։ Գիտեմ քո գործերը եւ նեղությունը եւ աղքատությունը։ То есть Աստված տեղյակ է ամեն ինչից։ Ֆինանսական կարիք ունեմ։ Գիտե Աստված, նորմալ է ամեն ինչ։ Գիտեմ քո աղքատությունը։ Բայց դու հարուստ ես։ Ով է համարում իրան աղքատ։ Իհարկե ձեր չբարձրացնեք։ Բայց դու հարուստ ես։ Աստված նայում է քեզ հարուստի աչքերով։ Ահա, լավ էր արդեն։ Դու աղքատ ես, բայց հարուստ ես։ Ճուժեղ է, ես աղքատ եմ, բայց Աստծո աչքերի առաջ հարուստ եմ։ Գիտեմ քո գործերը եւ նեղությունները եւ աղքատությունը, բայց դու հարուստ ես, եւ գիտեմ նրանց հայոյանքը, որ ասում են, թե իրանք հրյա են եւ չեն, այլ սատանայի ժողովկեն։ Բնավ մի վախենա այն բաներից, որ կրելու ես։ Ահա բանսարկուն ձեզանից բանդի մեջ է գցելու, որ փորձվիք եւ նեղություն կունենաք 10 օր։ Հետաքրքիր է, չէ՞։ 10 օր նեղություն կունենաք։ Հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Այստեղ է որ կարտացի, ասում եմ Աստված, ինչի՞ չսիր հավատարիմ եղի ես 10 օրը։ Ոնց է մինչև մահ։ Ասում ես 10 օրով են գցելու ինձի այս ինչ վիճակի մեջ։ Դե սա 10 օր հավատարիմ մնա։ Ասում եմ մինչև մահ։ Դե որ մինչև մահ հավատարիմ մնացի, էլ երկրի վրա ինչ ունիմ անելու, ոչ մի բան, փառքի պսակով կգաս մոտս։ Գիտեք Աստված ինչ է անում։ Կոտրում է մեր այս երկրի վրա այս հարմարավետությունը շատ անգամ, որ այնքան են կպնում, որ երկինքը կորցնում ենք։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Այնքան կուզենամ, որ մենք ամեն մեկս ճիշտ հասկացողություն ունենանք Աստծո նկատմամբ։ Լուրջ բան եմ ասում։ Ոնց որ Պողոս Առաքյալն է ասում է ունիք նախանձավորություն, բայց հասկացողություն չունիք, ինչի պատճառով հիասթափվում եք Աստծուց, ինչի պատճառով գայթակղվում եք, ինչի պատճառով թուլանում եք, բայց եթե ունենաս ճիշտ հասկացողություն Աստծո ձեռագիրը, ճանաչես, գիտակցես ու ընդունես, ամեն, ու հաշվի նստես նրա հետ, ամեն բան լավ կլինի, ամեն։ Գիտեք, երբեք չվախենաս, երբեք չամաչես, եթե Աստված սկսե զոհաբերության համար զոհեք առանց որևէ մտածելու։ Եթե Աստված բան ասում թողեք, թողեք։ Եթե Աստված ասում է ելեք։ Դավթի հաջողությունը Աստծուն լսելու մեջ էր։ Մի անգամ չլսեց, գնաց պատերազմ, մինչև եկավ թշնամին մտե ունեցվածքը տարել էր։ Ուզում ես լինես հաջողված։ Աստծուն ուշադիր եղ, ինչ է ուզում Աստված քեզանից։ Ամեն։ Սիրելիս, գիտեք, կուզեմ ես վկայեմ այս Աստծո փառքի համար։ Իրականում, որ ասում եմ մենք հաղթեցինք վկայության խոսքով։
Ինձ համար դա մեծ գողիաթ էր։ Մի քանի տարիներ ես լուրջ պարկերի մեջ էի։ Այս բանկերից ես չէի բռնի։ Միշտ բանկ ունեի, միշտ բանկի մեջ մի հատ մուծում դեղներ, այս մուծում նոր չկար, քոնս էլ չէր տանի։ Պարադադիր պետք է մի հատ մուծում ես ինձ ճարեի, թեկուս արեստական։ Արդեն ժամանակ կա, որ աղոթում էի, ասում էի Աստված ազատիր ինձ այս բանկերից, բայց չէի հավատալ, որ կլինի։ Ինձ որ արդեն ավտոմատически աղոթ կլիներ։ Ու մտածում էի, քանի ես Գյումրիում եմ, երևի էդ է, այն որ ասում է ժալով պլոյ։ Խայծ է մարմնին։ Որ միշտ ես մի հատ բանկից պետք է խայծ եղնի։ Հետաքրքիր է, ես Ռուսաստանի հետ այնտեղ մի հատ բիզնես կա, ու սենց ես իմ մոդը սաղ ծրագրավորել էի, ու ընդեղած ես աղբյուր նոր գալիս էր, սենց գնում էր բանկերին, դասավորվել էր, փառք տալով Աստծուն կա բրենդզի համար։ Մոտ մի տարի ու կես 2 տարի բաներ կար մուծելու էլի։ Դե ասեցի լավ էս բիզնեսը կա, ինք իրանց տեղ փագե, բանկերը ես ես տեղ ինձի համար։ Հետաքրքիր է, ստեղ ավակների ծառայության էինք։ Աստված ուժեղ խոսավ, ասեց զոյեք։ Ասի Աստված ինչ զոյեմ, ասեց ընիկ ուղե եկեղեցուն։ Մի տարով սաղտուր Աստծուն, սաղտուր եկեղեցուն։ Հիմա չմտածեք տնենց ես ինձի սրա համար պատրաստում է, էլի, մենք հաղթեցինք վկայության խոսքով իտակ դալի, էլի։ Ինքնա գովաս չէ, պրոստը ուզում եմ ասեմ, որ Աստված իշքան կենտանի է։ Աստված ասեց մի տարի են ինչ որ գալիս է, սաղ կտաս եկեղեցուն։ Միշտ գիտեք ինչ էի ուզում, դե 10-րդ տալիս ենք սաղս, չէ։ Միշտ ասում է Աստված մի օր լինի, որ 30% տամ քեզ, 30 հավատքս բարձրացրա, գործերս հաջողացրա։ Մի երկու անգամ փորձի 20% չստացվավ, էլի ընկավ 10-ի վրա։ Ոստեղ Աստված ասեց 100%-ը դուր ընձի, մի տարին։ Պրոստե որ Աստծո հոգին է գալիս, ասում ես այո ու ամեն, հետո գնում ես տուն, նոր սկսում ես մտածել, ես ինչ երեցի։ Աստծո զորությունն իջավ, այո ու ամեն։ Եկեղեցուց դուրս ելա նստա մեքենան, ես այն որ ասում եմ, ես ինչ երեցի։ Բա ինչ պետք է եղնի։ Ու գիտեք ինչ եղավ։ Աստված այնքան դռներ բացեց, լուրջ եմ ասում։ Ամիս ու կեսվա մեջ է սաղ բրձա, ինչ այն որ ասում ես աղբյուրը գա փագե, սաղ բրձա։ Ընձի պարկեղան։ Ահագին։ Ու ընդանրապես էլ կարիք է չկա ընդից որ հմից եմ, վա ինչ պետք է եղնի։ Սաղ փակվավ բրձավ։ 2 ամսվա։ Աստված լնայք Աստված ինչ երեց։ Այն 10 ամիսը, 10 ամիսն է։ Եկեղեցուն գնաց։ Գալիս է էլի։ Որ вообще աչքս չտնեմ նրա վրա, ասեմ կարիք չունիմ։ Պատկերացնում եք։ Աստված կարիքս լրացրեց ավելիով, որ սրա վրա աչք չտնեմ։ Մի բարի լուր ունիմ, նոր որ ասում էր ով է աղքատ, որ ասում ես բայց դու հարուստ ես, 10-րդիդ մեջ հավատարիմ եղի, զոհաբերությանդ մեջ հավատարիմ եղի, եթե Աստված քեզի բան է ասել ֆինանսի հետ կապված, օր առաջ արա, կորտնվիս, Աստվածաշունչն է ասում, Ընենց Աստված կորտն է, որ էլ աշկ չտնես ուրիշ բաների վրա։ Ասես Տեր, Աստված օրտն է, Աստված կենտանի է, ծերը ծերին հազիվ հասցնեմ, գործերս լավնա նոր կդամ։ Եթե հմի չես տա, հետո էլ հաստատ չես տա։ Տուրք տրվի, զոե էլ ավելի կթապվի կյանքիդ վրա։ Որ ասում եք բացեմ երկնային պադուաններ դռներ, դա ուղղակի մաղաքյան չի ասել իր ֆանտազիայից ելնելով, Աստված է խոսած է եկեղեցու կյանքի մեջ։ Ամեն, չվախենաս։ Ոնց ասես փոքր հոտ, նեղություններ կունենաս, բայց ես հաղթել եմ ասում է, ով որ մինչև վերջ համբիր է,
Փառքի պսակը կառնի։ Ամեն։ Գիտես, մենք չենք կարա երկրի վրա ապրելով ասեք ֆինանսները կապ չունի, կարևորը շատ մեծ կապ ունի ֆինանսները հավատքի հետ է, հոգևոր կյանքի հետ է, քո ուրախության հետ է, ամեն ինչ հետ լավ կապ ունի։ Եվ որ չգիտես վաղը ինչ ես ուտելու, դժվար թե դու այսօր լավ հավեսով ելնի սենց քարոզես, խոսաս, փարտաս Աստծուն։ Իհարկե, Աստծո շնորհքով ամեն ինչ կարող ենք։ Աստված, Էլ Շադայ Աստված, որը կոչվում է ավելի քան բավական է։ Մի հովիվի վկայություն, ասում է սովետական միության ժամանակ, ասում է մեր տունը հայրս վաճառեց, ասում է մենք բոլորս գնացինք Ամերիկա, իր հայրը ծառայող է եղնում։ Ասում է երբ որ գնացինք Ամերիկա, ինքը հովիվ է։ Ասում է մտանք այս երկիրը, ասում է իմ մոտ ամեն բան սկսեց հաջողվել։ Ինչին մոտենում էի, դռները բացվում էր, որտեղ ոտքս դնում էի, ծաղկում էր, ում հետ ինչ գործար կապում էի, ստացվում էր, ծառայությունը սկսեց աճել միանգամից։ Ու ասում է միշտ մեր մեջ հարց էր, տունը ինչ արեց հայրս։ Ասում է չէինք համարձակվում նրան հարցնենք, ասենք որ վաճառեց իրեն ժամանակ, ինչ եղավ էս տան հարցերը, գումարն ինչ եղավ։ Ասում է անցավ ժամանակներ, ասում է դա իմ ու իմ եղբայրներիս ոնց որ այսպես մեջ սենց է մութ մնաց։ Ասում է մինչև մի օր նա արդեն այն ծառայողներից սովետի ժամանակվա այն սես չարչարված, հավատքի համար նստած։ Ասում է մի օր նստած ենք իմ կաբինետում, ասում է էս ինչ։ Ասում է դու գիտես քո հայրդ ինչ մեծ գործ երեց Ուկրաինայի կյանքի մեջ։ Ասում է ինչ գործ։ Ասում է նեղ ժամանակները, երբ որ այն ռեպրեսիաները շատ ուժեղ սով, կարիք։ Ասում է ինքը տունը վաճառեց։ Ասեց մենք գնալու ենք Ամերիկա։ Ու այս ամբողջ գումարը ես տալիս եմ 4 հովիվի, որ դուք եկեղեցիների հարցերը լուծեք, կարիքավորների կարիքը լրացնեք, մինչև Տերը դռներ բացի։ Ու ասում է մենք ապրանք մոտ մի քանի տարի այս գումարներով, մինչև Աստված այն որ ասում իրա փառքը թափեց։ Ու ասում է ես նստած աչքերից այս արտասունքները գնում էր։ Ու ասում է Աստված, ասում է ինքան ուզում եմ հենց հիմա հորս տենամ ու շնորհակալություն հայտնեմ։ Ասեմ ինչի սերմի պատճառով էր որ այսօր դարբասները բացվում մեր առաջ։ Սիրելիներ, սերմեք ձեր զավակների կյանքերի մեջ։ Ամեն անգամ տալով գիտես ինչ եմ ասում, մի քիչ գաղտնիքներս բացեմ։ Ասում եմ սերունդներիս մեջ, սերունդներիս մեջ, սերունդներիս մեջ, որ մի օր իմ տղես միտեղ հայտնվի, գերբնական դռներ բացվի։ Ու Աստված երկնքից խոսա է, ինձ լավ զգամ։ Սա ոչ թե դա քո խատր, այ քո հոր։ Քո հերը սերմել է, քո հերը զոհել է, քո հերը տվել է։ Ես է երկնքում ինձ լավ զգամ, կամ լավ ծորներից։ Հնարավորություն ունի սերմելու, բայց եթե մտածում ես պայեմ, սերմե թող զավակների առաջ դարբասներ բացվին։ Վազե Աստծու համար, թող Աստված է բերե քո զավակների դեմ։ Աստծուն ծառայելը դադարք չէ։ Հալելույա։ Աստծուն ծառայելը դա պատիվ է։ Ամեն։ Ամեն։ Եթե սրտիդ մեջ բան էր այսենց բլբլում, որ մի բան թողնաս կամ զոհես, էրա մի մտածե։ Բայց մի արա իմ խոսքիս համար։ Արա Աստծո հավատքով։ Հալելույա։ Այո, միգուցե ունես պատերազմներ։ Դες Մովսես երբ ձեռքերը բարձրացել էր, գերբնական ձևի Աստծո զորություններ գործում։ Ամախիկը սկսում էր պարտվել։ Երբ որ ձեռքերը վայր էր իջնում, ամախիկը սկսում էր հաղթարել։ Այսօր այն հոգևոր պատերազմի մեջ, որի մեջ որ դու կաս, այն նեղությունների ու դժվարությունների մեջ, որի մեջ որ դու հայտնվել ես։ Մենք խոսում ենք հաղթանակներ։ Մենք խոսում ենք գերբնական երկնքից թափված քարեր։ Մենք մեր Տիրոջ առաջ խոստովանում ենք, որ մենք հասնված ենք։
ու գիտակցում ենք ոչ թե մեր ուժով կամ զորությամբ, այդ Տիրոջ հոգով այս հարցը կլուծվի։ Եթե կան ուժելի հիվանդություններ, եթե կան ուժելի հիվանդություններ, մենք խոսում ենք բժշկություն Հիսուսի անունով։ Եթե կա ֆինանսական մեծ խցանումներ, մենք խոսում ենք Հիսուսի անունով։ Օրհնում, ճեղքում, եթե կա վախեր, մենք խոսում ենք չքվեք Հիսուսի անունով։ Եթե կա ամրացած մեղքեր, մենք խոսում ենք պապացվիր։ Եթե կա ժառանգական անեծներ, մենք քանդում ենք։ Դժոխքին զորությունը թողնի պարզաբար Հիսուսի զորավոր անունով։